եթե այլ հիմքեր չլինեն եւ այլ բաներ չլինեն, շատ դժվար է լինելու դատարանում նման մեղադրանքը պաշտպանելը։ Իսկ եթե հարգելիս, բայց ով արդեն որոշել եք, դուք արդեն որոշել եք, որ Սամվել Կարապետյանը կամ Աճապարյանը արդեն դատապարտվել են, 10 տարիով բանտ են գնացել, դատարանի ուժի մեջ վտիր կա, մտած ինձ ասում եք, հետի ո՞նց է տենց ասում։ Ժողովուրդ, բանեք, ախր դուք բոլորդ կարդացած մարդիկ եք, տեղեկացված մարդիկ եք, մի իրադարձությունները եւ բաները մանիպուլյացիայի ենթարկեք։ Ասում եմ, հիմա ինչ կարգավիճակ ունի Սամվել Կարապետյանը, կասեք։ Ինչ կարգավիճակ։ Ահա, դանշան։ Վերադարձանք բանին, անմեղության կանխավարկածը, անմեղության կասկածյալը, նախ վերադարձանք անմեղության կանխավարկածի։ Հարգելիս, բազմաթիվ մարդկանց, նաև իմ բարեկամներին, իմ ընկերներին, իմ կուսակիցներին նման ձևով մեղադրանք հապացվելու բազմաթիվ գործեր կան, որոնք մարդիկ արդարացվել են, եթե չի լինի որևիցե հանցակազմ, ես ես վստահեցնում եմ որևիցե մեկը բանտ ուղակի չի գնում Հայաստանի Հանրապետություն, չի գնում։